Բարի առավոտ, բարի լույս, օրհնյալ է այսօրը, օրհնյալ է այն օրը, որ Տերը ստեղծեց եւ իրոք օրհնություն կա ամեն օրվա մեջ, որտեղ Տերը երբ որ արեգակը բացում է առավոտյան, օրհնությունը նաեւ հեղվում է նրա միջոցով։ Ինչ լավ է որ կա լույսը, սիրում ենք։ Եվ ամեն անգամ երբ որ տեսնում ենք այդ արեգակը, երբ որ բացում ենք մեր աչքերը եւ արտանում ենք, ինչ ռեակցիա ենք տալիս այդ օրվա համար, ինչ սրտով ենք արտանում, ինչ տրամադրություն ունենք եւ դա որոշում է մեր օրվա ընթացքը, սիրելի քուրեր եղբայրներ։ Իսկ ինչն է, որ մեզ տալիս է այն հնարավորությունը, որ մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը ամեն առավոտ միայն նրա համար, որ մենք ունենք այսօրը, իհարկե Աստծո խոսքը, եւ այդ խոսքը պետք է հենց առավոտից սկսի ակտիվանալ մեր կյանքում։ Տիրոջը որ ունենք այսօրը եւ մեր առավոտը սկսելու ենք Աստծո խոսքով։ Այսօր մեզ միացել է Մեսելի Գառնիկ եղբայրը, նա Արցախի Մկրտական եկեղեցու հովիվն է եւ վստահ եմ, որ շատերը արդեն շատ լավ ճանաչում եք եւ գիտեք եւ ուրախ եք, որ նա միացել է մեզ։ Գառնիկ եղբայր, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շատ ուրախ։ Տեր օրհնի քեզ, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունում ես եւ անցնենք արդեն թեմային, որովհետեւ շատ իրոք այս թեման շատ լայն թեմա է եւ կարծում եմ պետք է հասցնենք մինչև մի ժամվա մեջ վերջացնել, ամփոփել ավելի շուտ եւ օգտակար մեզ համար։ Հետաքրքիր վերնագիր ես դրել արկածախնդիր ճամփորդություն։ Ես մտածում եմ իրոք քրիստոնեական կյանքը, արկածախնդիր կյանքը բարի իմաստով։ Սիրով լսում ենք ես եղբայրս։ Պատմությունը, որ ուզում եմ նույնիսկ ոչ լրիվ կարդալ, բոլորին քաչ հայտնի այնտեղն է, որ Տերը ջրի վրայով քայլելով մոտեցավ աշակերտներին եւ այլն։ Ինչի համար արկածախնդիր ճամփորդություն, ճիշտ ասած, ես սա շատ շուտ ինչ որ միտեղ կարդացել եմ այդպիսի վերնագիր։ Արկածախնդիր։ Այսինքն խոսքը գնում է Պետրոսի արկածախնդրության մասին, որ ինքը ասեց դե հրամանտուր ես էլ քայլեմ։ Ինքը բնավորություն ունի, չէ՞, արկածախնդիր։ Գիտեք, եւ մենք բոլորս էլ ունենք արկածախնդիր բնավորություն, մարդու մեջ այդ բանը կա, բայց մենք վախկոտ ենք, որ այդ արկածախնդրությունը օգտագործենք Աստծո գործի մեջ, այդ մեր արկած։ Մենք կարող է պատահի փող վաստակելու համար մտնենք արկածախնդիր հարցերի մեջ, նույնիսկ բան դնենք, նույնիսկ ես ինչ գիտեմ ինչ ունենք կամ շատ անգամ էլի ունենք, բոլորս էլ ունենք արկածախնդրություն։ Մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ համարձակ է, մեկը մի քիչ վախկոտ է, մի սենց է, բայց իմ խոսքը, որ ես այսօր ուզում եմ այսպես որ խորենք մենք այդ մասին, այնքան էլ այդ պատմության, բովանդակության մասին չէ։ Ուղղակի ես այդ պատմությունը միշտ այդպես եմ վերնագրում եւ վատ չէ որ այսօր էլ թող այդպես լինի, բայց ես ավելի շատ ուզում եմ որ մենք նայենք աղոթքի այսպես ոնց ասեմ էլի կան որակյալ աղոթքներ, եթե կարելի է այդպես այդպիսի որակով աղոթք, գիտեք, մենք մարդիկս ունենք մեր կշերքները եւ մենք ամեն բան մեր կշերքներով ենք կշռում, օրինակ, ես շատ եմ լսել, որ օրինակի համար ասենք քույրիկը կամ եղբայրը պաշտամունքի ժամանակ աղոթք արեց, կան, ասենք ոսկի ճարտար լեզվով եղբայրներ, ճարտար լեզվով քույրեր, որ այնպիսի աղոթք որ համարյա թե քարոզի նման աղոթք է, էլի, ասենք մազը մանաների ճոգով, ամեն ինչը տեղը, չեմ ասում սխալ կամ ճիշտ կամ եւ այլն, բայց եւ դինումա որ ասենք այդ գեղեցիկ ասված աղոթքները այնքան էլ որակյալ աղոթքներ չեն լինում, բայց դինում են աղոթքներ, որոնք որ որակյալ, այսինքն որն է որակյալ ասում են, որակյալ աղոթքը ամեն, երբ որ Աստված ընդունում է այդ աղոթքը եւ այդ աղոթքը պատասխանվում է եւ այդ աղոթքը հաճելի է Տիրոջը իր ստեղծած մարդու շուրթերից լսել այդպիսի աղոթք, այդ որակյալ աղոթք է եւ մենք օրինակ ասենք քույրիկ ունենք մեր եկեղեցում ինքը Խուլհամր է մեր եկեղեցու անդամ է շատ վաղուց արդեն
Հասկանում եք, հիմա եթե որակյալ աղոթքը լավ խոսքերով ասելն է, նշանակում է այս քույրիկը այդ գործի մեջ չպետք է գոյություն ունենա եւ այլն, բայց ես այդպես չեմ հասկանում, Աստված գիտի նրա սիրտը, թե նա իր լուր շրթունքներով ինչ է խնդրում Աստծուց, ինչ ասում եւ այլն եւ այլն։ Եվ թող Աստված օրհնի, որ մենք այսօր ես մի քանի օրինակներ ուզում եմ հիշեցնել ինձ, մեզ բոլորիս, եւ մենք նույնպես աղոթողներ ենք, մենք նույնպես քրիստոնյաներ ենք, մենք նույնպես աղոթում ենք, մենք նույնպես շատ ժամանակ տարվում ենք մանրամասն, ինչ որ աղոթներ ենք անում, ասում ենք, ճիշտ է թե սխալ է թե լավ է թե վատ է։ Երբեմն փորձում ենք համոզենք, չէ՞, ասում։ Երբեմն սովորեցնում ենք ասում ոնց անի։ Էսի արա, հետո էսի թողած էսի կանես, սենց կանես եւ այլն եւ այլն։ Նու կարտամ ես այդտեղից, մինչև այնտեղը, որտեղ ես ուզում եմ կարտալ։ Մատթեոսի ավետարանի 14-րդ գլխի մեջ է նկարագրված այդ տեպը, լրիվ չեմ կարտա, կկարտամ 24-րդ խոսքից։ Բայց նավը արդեն ծովի մեջտեղն էր եւ ալեկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր։ Եվ գիշերվա 4-րդ պահին Հիսուսը ծովի վրա գնալով նրանց մոտ եկավ։ Եվ աշակերտները, երբ որ տեսան նրան ծովի վրա գանալիս, շփոթվեցան եւ ասացին, թե աչքի երևույթի բան է, եւ վախից աղաղակեցին, եւ Հիսուսը շուտով խոսեց նրանց հետ եւ ասաց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախենաք»։ Եվ Պետրոսը պատասխան տվավ նրան եւ ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ կամ»։ Նա էլ ասեց. «Եկ», եւ Պետրոսը նավից իջնելով ջրերի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ, եւ տեսնելով, որ քամին սաստիկ է, վախեցավ, եւ երբ որ սկսեց ընկղմվել, աղաղակեց եւ ասեց. «Տեր, փրկիր ինձ»։ Եվ շուտով Հիսուսը իր ձեռքը մեկնեց նրան, բռնեց եւ ասեց. «Թերահավատ, ինչու երբ մտեցիր»։ Այսքանը։ Ես ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք Պետրոսի աղոթքի, ոնց ասեմ, բովանդակությանը։ Տեր, փրկիր ինձ։ Ուրիշ բան չկա։ Տեր, փրկիր։ Եվ այստեղ շատ կարևոր խոսք է, ամենայն դեպս ինձ համար, որ երբ որ սկսեց ընկղմվել, ասեց Տեր, փրկիր ինձ։ Մի անգամից ուզում եմ ասել, որ մեր ամենավորակյալ աղոթքները, եթե մենք որակյալ բառը օգտագործեցինք, լինում են այն դեպքերում, երբ որ մենք մեծ տագնապի մեջ ենք, սիրելիներ, երբ որ մենք ընկղմվում ենք, տարբեր տեսակի վիճակներ են լինում կյանքի։ Փոքրիկ օրինակ ասեմ իմ կյանքից։ Ես դեռ հավատացյալ չէի եւ ընդհանրապես ոչ աղոթք էի արել կյանքիս մեջ, ոչ էլ գիտեի աղոթքը ինչ է։ Եվ երբ որ մենք սուբխեչ ենք ասում, շուտով լինելու է, սեպտեմբերի 13-ին է կարծեմ։ Լավ է գիտես օդար։ Գնում էինք գերեզմանները, մերելոց են ասում, գնում էինք գերեզմանները, դեռ գալիս էին շատ քահանաներ եւ մարդիկ հրավիրում էին իրանց գերեզմանին աղոթք անելու եւ այնպեսի տրադիցիա կա մեր ազգի մեջ եւ այլն։ Հիմա ես ոչ տրադիցիայի մասին եմ ուզում խոսել, Աստված օրհնի, ես ուրիշ բան չեմ ուզում ասել։ Բայց օրինակ ես նկատել էի, որ երբ որ շատ էր լինում օրինակի համար ասենք հրավերները, մի քիչ ավելի արագ էին անում այդ բաները, որպեսզի հասնեն եւ այնտեղ եւ այն։ Եվ երբ որ արագ էին անում, շատ ներողություն։ Ջուր կա։ Մի քիչ ես էլ ջայել տղա էի, պատանի տղա էի, ինձ ծիծաղելի էր այդ բանը, որ ինքը արագ ուզում էր համընդեղ, ու երբ որ մենք արդեն գալիս էինք տղաներով ինչ որ միտեղ նստում էինք հաց ուտելու բան, ուզում էի այդ քահանայի տնազը անեի, բայց չէի կարողանում անել, որովհետև բառեր չգիտեի, աղոթք չգիտեի, հասկանում ես, չէի կարողանում անել, թե ոնց արագություն է, էլի։ Մի հորեղբոր կին ունեի, գնաց ինքը գիտեի աղոթք էր անում,
Եվ իրան գնացի խնդրեցի, ասում եմ, թե ինձի հայրմերը կթելադրես, ես գրեմ սովորեմ։ Մի խոսքով ինքը թելադրեց, ես գրեցի սովորեցի ոչ թե աղոթելու համար, այլ որ ընկերներից ծիծաղացնեմ, ասենք այդ մարդու տնազը անեմ, ցույց տամ, թե ոնց էր անում եւ այլն։ Իամոթ ինձ եմ ասում, էլի, ես եւ անում էի, արդեն սովորել էի ու ավելի արագ էի անում, արագ ասում էի, էլի, ասենք դες բաներ էի անում եւ այլն։ Ու այդպես լինում էր տեղեր, որ մենք արդեն ընկերներս գիտեին, որ ես կարող եմ այդպիսի բան անեմ, ծիծաղացնեմ բան եւ այլն։ Մեկ էլ որ մի քիչ կնստեին, մի քիչ գլուխները կտականար բան, մեկ էլ ինձ կասեին, թե հլա ասա ոնց էր անում են բանը այնտեղ գերեզմանոցում ոնց էր բան, ու ես անում էի եւ ծիծաղում ենք եւ այլն։ Եվ եղավ, որ տեղի ունեցավ երկրաշարժ Գյումրիում։ Եվ ես հայտնվեցի մի սենյակում, որտեղ մենակ էի։ Եվ տեսա, որ 100% կմեռնեմ։ Արդեն ճարճառում էր այդ սենյակի այդ առաստաղը եւ այդ բիտոնները արդեն ընկնում էին։ Եվ ոչ փախնելու հնար կար, ոչ մի բան հնարավոր չէր անելու։ Սարսափելի էր, անտանելի։ Ես հասկացա, որ ես էսա կմեռնեմ 100%, ընկա նախ չէի կարող հավասարակշռությունից կորցրեցի, ընկա եւ տեսա, որ դրանք արդեն վրես են գալիս։ Այստեղ գրված էր ինչպես, երբ որ սկսեց ընկղմվել։ Եվ ես էլ երբ որ սկսեցի ընկղմվել, կյանքիս մեջ առաջին անգամ, այն որ սովորել էի կավիկություն անելու համար, սկսեցի հայրմերը լրջորենի խոսք չեմ կարող բացատրել, դե ինչպիսի լրջությամբ։ Նախ ասեմ, որ գրված է, որ Աստված ծաղր չի լինի, չէ, այդպիսի խոսք կա, մի խապնվիկ, Աստված ծաղր չի լինի, էսի մեկ, բայց ասեմ քեզ Աբրահամ եղբայր, որ իմ կյանքի մեջ չեմ հիշում, որ եւս մեկ անգամ այդպիսի լրջությամբ ես հավատացյալ չէի, ես աղոթել չգիտեի, հասկանում, բայց այդպիսի, ոնց ասեմ քեզ էլի, լրջությամբ աղոթել չեմ հիշում նույնիսկ իմ հավատացյալ ժամանակ, որ 30 տարի ես արդեն հավատացյալ եմ, ես այդպես երբեք չեմ աղոթել իմ կյանքիս մեջ, ինչպես է, ոչ էլ ես դրանից հետո ասենք հավատացյալ տարա կամ բան, շատ բաներ փոխվավ իմ մեջ, բայց ես հավատացյալ չտարա, բայց ես ինչի մասին, որ խոսում ենք, այդ եմ ուզում առանձնացնել, հա, որ երբ որ սկսեց ընկղմվել, մեր որակյալ աղոթները լինում են այն ժամանակ, երբ որ շատ լուրջ վտանգ է սպառնում մեզ, երբ որ մենք քաջ գիտակցում ենք մեր անկարողությունը տվյալ պարագայի մեջ, լրիվ անկարող ենք մենք, լրիվ ոչ մի բան մենք չենք կարողանում անել, այստեղ է, որ լինում են աղոթքներ, որոնք հաջող են Աստծուն, որոնք ազնիվ են, որոնք անկեղծ են, ոչ թե խոսքաշատ են, դու տես, Բելրուսի աղոթքը ինչ էր, Տեր, փրկիր ինձ, բար չկա էլ, չկա այնտեղ սուրբ երրորդություն, հայր, որդի եւ սուրբ հոգի, չգիտեմ ինչ բացատրություններով, բաներով, ես չեմ ասում, թե դա վատ է, ես չեմ ասում, թե ես ասում եմ, թե ինչպես է որոշվում աղոթքի որակը Աստծո մոտ, հա? Եվ Տերը նույն րոպեին ձեռքը մեկնեց եւ նրան քաշեց եւ դուրս բերեց այնտեղից նույն վարքյանին։ Երբ որ սկսեց ընկղմվել, երբ որ արդեն մահվան վտանգը զգաց, արդեն մահվան հոդը եկավ, մահվան շուկի ծորով էր անցնում, արդեն, հա, ասես Տեր փրկիր ինձ։ Միտեղ գրված է, մի րոպե, ես տեղ առավոտ նայեցի, ես ուզում եմ այդ խոսքը կարդամ Հիսուսի համար։ Եբրայեցիս 5-րդ գլուխ 7-րդ խոսքն եմ կարդում։ Նա Հիսուսի համար, որ իր մարմնի օրերումը աղոթք եւ աղաչանք, սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նրան, որ կարող էր ազատել նրան մահից, ուշադրություն եւ լսվեցավ իր բարեպաշտության համար։ Իր բարեպաշտության համար, ոչ թե իր
խոսքերի շատության համար, ոչ թե իր գրագետ աղոթքի համար, ոչ, եթե կարիքը լիներ, նրանից գրագետը չկար աշխարհի տակ, բայց լսվեցավ իր բարեպաշտության համար։ Մեր աղոթքները որակով են Աստծո առաջին, հաճելի են խնգի նման անուշահոտ այն ժամանակ, երբ որ մենք բարեպաշտ կյանքի մեջ ենք։ Այս է Աստվածակնկալում մեզնից։ Աստծուն ոչ դու, ոչ ես եւ ոչ որևէ մեկը իր լեզվով չի կարող զարմացնել, Միանշանակ։ որտեղ լեզուն ինքն է տվել։ Իր տված լեզվով իրան ուզում է զարմացնել, խղճուկ, թշվառական։ Ես ինձ եմ ասում, ուրիշ որևէ մեկին չեմ ասում, որտեղ լինում է, որ մենք էլ ենք տարվում այդպիսի աղոթքի ժամանակ, հա, ես ինչ գիտեմ ինչերով եւ այլն եւ այլն։ Թող Տերը օրհնի մեզ, Աբրահամ եղբայրջան, եթե մենք պիտի աղոթենք, տես ինչ հետաքրքիր է ստացվում, հա, մարդկային այս կշերտները, եթե ես աղոթում եմ նրա համար, որպեսզի լսողները տեսնեն, թե ինչքան ես ասես Աստծո խոսքը գիտեցող ու Աստծո ճանապարհները ճանաչող մեկն եմ, այսինքն իմ նպատակը, հա։ Ինչպես Տերն ասում է, դեք ու բանիդ հասել ես, էլի։ Հա, մալադեց, չէ՞։ Ինչի համար որ անում ես, այդպիսի կարծիք ստեղծեց։ Այն քեզ աղոթքանում ինձ, չէ՞, արդեն ասել ես։ Բայց հասկանում ես, այդ այսինքն քո ինչ նպատակ որ ունեիր, այդ նպատակին հասնում ես դու։ Փարիսեցու եւ մեղավորի աղոթներ։ Մենք հիմա կարողանանք այդ բաներին, հա, գնայինք։ Դրա համար թող Տերը մեզ օրհնի, իսկ ես կարծում եմ, որ ճշմարիտ աղոթքի նպատակը պետք է լինի այն, որ լսելի լինի աղոթքը։ Այսինքն Գառնիկ եղբայր, աղոթքի մեջ նաեւ դիրք ունի, ինչ սրտով ես մոտենում, ինչ մոտիվացիա։ Ասում է իր բարեպաշտության համար, բարին պաշտելու համար, հա, իր բարեպաշտ կյանքի համար լսվեցավ։ Փարիսեցին ասացիր եւ Մաքսավորը, հա, Ուգասի 18-րդ գլխի մեջ չեմ ուզում կարդալ, քանզի գիտեմ, որ բոլոր մեզ լսողները գիտեն այդ պատմությունը եւ այլն։ Ինչպես էր աղոթում Փարիսեցին։ Շատ գրագետ էր աղոթում, չէ՞։ Ու ինչքան երկար էր աղոթում։ Շնորհակալ եմ քեզնից, որ ես այսպեսին չեմ, այնպեսին չեմ, այնպեսին չեմ, ես չեմ, այն չեմ, ես Մաքսավորի նման չեմ, այնպես չեմ։ Եվ ու սկսես թվարկել, շաբաթեր անգամ ծոմ եմ պահում, 10 օրդ եմ տալիս, ես եմ անում, այն եմ անում։ Կարծում եմ, թե սուդել չէր խոսում, կարծում եմ, թե ճիշտ էր ասում։ Փարիսեցի էր, հա, ինք անում էր այդ ամեն ինչը եւ այլն։ Մենք ինչ մասն ենք խոսում, որակով աղոթքի մասին ենք խոսում։ Եթե մարդկային տեսանկյունից նայենք Փարիսեցու աղոթքին եւ նայենք Մաքսավորի աղոթքին, իր կուրծքներ ծեծում եւ ինչ էր ասում։ Կարճ նախադաս։ Տեր ողորմիր ինձ մեղավորիս։ Փարիսեցու աղոթքի մեջ տագնապ չկա։ Որտեղ մենք կարծացինք, որ երբ որ սկսեց ընկղմվել, այդ պահին էդի աղոթքի հոգի է արդեն, որովհետև չկա հենվելու տեղ այնևս։ Միակը։ Իսկ ստեղ չկա, Փարիսեցու աղոթքի մեջ որևէ տագնապ չկա։ Ես եմ, ես եմ եւ այլն։ Իսկ Մաքսավորի աղոթքը իր կուրծքներ ծեծում եւ ասում էր ողորմիր ինձ մեղավորիս։ Եվ գիտենք, որ Տերը ասեց, որ սա ավելի արդարացած գնաց իր տունը, այսինքն սրա աղոթքը լսված է Տիրոջ կողմից, որովհետև նա էլ Փարիսեցին էլ իր մեղավոր վիճակը տեսնելով զգում էր մոդալուտ ընկնվել է իր կորուստը զգում էր ինքը, հասկանում էր, սա մի անբացատրելի բան է, որ մարդու մեջ տրված է։ Երբ որ մենք մեղավոր կյանքով ապրել ենք մեղավոր կյանքով, գիտենք, հիմա էլ այդ լինում, որ մեղքի մեջ ենք ընկնում, սխալներ ենք անում եւ այլն, եւ այդ տագնապը մենք տեսնում ենք մեր սրտերի մեջ։ Բացի կներես Գառնիկ եղբայր, կարծում եմ ոչ թե բացի նրանից, որ մենք մեղք ենք գործում, այլ մեր մեղավոր բնույթի
պատճառով խորը մեղքի գիտակցություն ենք տագնապ ունենք մեր դրանից, այո, սա շատ մեր մտածմունքները, չէ, մեղավոր մտածմունքներ ունենք, այս ունենք, այն ունենք, եւ սա տագնապ է բերում մեր մեջ։ Այդպիսի մի մեծ տագնապի մեջ էր Մաքսավորը, որ իր կուրծքներ ծեծում, իր ամաչում էր, որ իր արդևադունքները վեր բարձրացնի։ Տեսնում ես, որ որակյալ աղոթքը բարի հետ կապ չունի, վիճակի հետ կապ ունի, թե ինչպիսի հոգու վիճակ ունի տվյալ ազնվորությունը, բարերի հետ որևէ կապ չունի։ Ամաչում էր, որ իր աչքերը, իր արդևադունքները վերև աներ, գլուխը կախել էր, ամաչում էր քեզ նայել, ամաչում էր ինձ նայել, եւ իր կուրծքը ծեծում էր։ Վերին Աստիճանի կարևոր է ժամանակակից քրիստոնյա աշխարհի համար այս վիճակները հիշել, որովհետև այնպիսի արժեքներ են արդեն մատուցվում ավետարանոդում են։ Օ, շատ լավ բան ասա։ Հասկացար, դա կարելի է ավետարանոդ։ Այդպիսի բառ եմ ուզում, ես եմ հորինել այդ բառը։ Շատ է։ Ավետարանոդա ինքը։ Բայց ավետարանը չի։ Չէ, ավետարանոդա։ Եվ այնքան է ավետարանոդ, որ շատ անգամ ես ու դու որ ավետարան կարդացող ենք, կարող է շփոթենք, կարող է չհասկանանք, թե ինչպիսին է։ Գարնիկ եղբայր կներես միջամտելս համար մի հետաքրքիր բաներ կա, որ ուզում եմ դրա մասն այսպես ակնարկենք, ողորմիր բառը շատ գեղեցիկ է այստեղ, ողորմիր մեղա, այսինքն մարդը պետք է հասկանա, որ Աստված ողորմած է, սա շատ կա, բացահայտի, եւ երկրորդը հասկանա, որ ինքը դրա կարիքը շատ ունի։ Եվ հասկանա, ես էլ այսպես ասեմ, հասկանա, որ միայն ողորմությունն է, որ կարող է փրկել քեզ։ Դու որևէ բան, հասկանա, միայն մենակ ողորմությունն է, որ կարող է փրկել։ Պողոսը այս գաղտնիքը հասկացել էր ու ասում էր համարձակությամբ մոտեցեք շնորհած գահին, որպեսի ողորմություն եւ շնորհք ստանաք։ Ամեն։ Ինչ գեղեցիկ խոսք ասա։ Ամեն, եղբայր ջան։ Աղոթք, որը ակնկալիք ունի Աստծո ողորմության եւ շնորհքի։ Այո։ Վաու։ Նորից ես գլխավոր միտքս այսօր, որ ես ուզում եմ փոխանցել իմ եղբայրներիս եւ քույրերիս եւ ինձ անձամբ, հետեւյալն է, որ որակյալ աղոթքը որևէ կապ չունի քո լեզվիդ ասած բարերի ճոխության կամ քծիբության կամ քչության կամ շատության կամ նկարագիրի կամ չգիտեմ ինչ ուզում որևէ կապ չունի դրա հետ այլ կապ ունի քո հոգևոր վիճակիդ հետ այսինքն կարող ենք ասել եթե ուզում ես իմանալ որքան հոգևոր ես վերլուծի քո աղոթքները չգիտեմ այդպես քո աղոթքները ցույցիչ են քեզ համար թե որքան ես դու որովհետև Աստված տես օրինակ Պետրոսի մասին մենք կարդացինք, չէ, ասում է երբ որ ընկալվեցավ, այ աղոթք արեց ինչ Տեր փրկիր ինձ։ Ինչքան պրիմիտիվ է, հա, այսօրվա ասենք պրոֆեսոր քրիստոնյաների համար Տեր փրկիր ինձ, դա ինչ աղոթք է։ Կարգին բաբա։ Շնորհքեր նայ, մտի մեջ նայ խառնի իրար տոքսա, նա ինչ է անում, հա։ Շատ ճիշտ է։ Բայց ինչ աղոթք է, լսելի աղոթք է։ Նույն րոպեին Տերը ծերը մեկնեց եւ փրկեց։ Որակյալ աղոթք է, ինչի որտեվ ընկղվում էր, ոչ թե որ լավն էր կամ վատն էր, այս չէ հարցը, որ այդ ժամանակ է մեր աղոթքները իրոք որակյալ ազնիվ են իրանք։ Օրինակ իմ պատմածի մեջ, երբ որ ես տեսա որ կմեռնեմ եւ այլն եւ հայր մեր ասի կյանք։ Ինչ լավ բառ ասի, Գարնիկ եղբայր, ազնիվ բառ, ինչ գեղեցիկ բառ է։ Իհարկե։ Ազնիվ աղոթք։ Ազնիվ, աղոթքը պետք է ազնիվ լինի։ Այո։ Իր մեջ խոր անկեղծություն, թափանցիկություն։ Այդ է որակյալ աղոթքը։ Հա, թաքցնելու ոչինչ չունես։ Տեր փրկիր ինձ։ Ազնիվ աղոթի։ Տղաս ազնիվ աղոթես, ինչ ես ասում։ Չէ, շատ սիրտ։ Ուզում եմ ուրիշ մեկ աղոթքի մասին հիշենք։ Ավազագի աղոթքը խաչի վրա։ Ինչքան սարսափելի վիճակում էր ավազակը։ Կա ավելի սարսափելի վիճակ, երբ վարկյան առ վարկյան մահանում ես դու արդեն։ Մահը, արյունը, կաթումը։ Ոնց որ Քրիստոս մեռավ, այդպես էլ ավազակ մեռավ խաչի վրա։ Եթե
սուզված չլիներ մավան շուկի ծորը, ինչպես որ Դավիթ թագավորն է ասում, ավազակը։ Չեմ կարծում, որ այդպիսի լսելի աղոթք կլիներ Աստծու կողմից, որակյալ աղոթք, որ ասեց այսօր ինձ հետ կլինես դրախտում։ Այ աղոթքի պատասխան։ Իսկ ինչ ասեց, հիշիր ինձ երբ որ կասկու տակավորությունով, այ ամբողջ աղոթքը։ Հետո ասում եմ մենք մեր արածի համապատասխան ենք խաչվում։ Հա, բայց իրա դիմելը դեպի Աստված։ Կարճ։ Հիշիր ինձ, երբ որ կասկու տակավորությունով։ Ինչի այդպես արագ այդպիսի հզոր պատասխան ստացավ։ Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր հիմա ինձ հետ կլինես դրախտում։ Որովհետև ինչպես որ դու ասեցիր, հավանեցիր ազնիվ բառին, որովհետև ազնիվ էր ասած։ Այո, եւ տեսավ ինքը իր ասեց, եւ դու չես վախենում ընկերոջը հանդիմանեցա, որ ընկերը ասեց, որ իր հետ տենց ես խոսում էլի, ասեց, մենք մեր արժանի պատիժն ենք ստանում մեր արածի համար, հա։ Այդ ինչ լավ հոգուտերություն է, մենք ասում ենք լավ աղոթքը, լավ խոսքերը չեն, լավ հոգուտերությունն է, տես, եթե դադապարտենք ինքներս մեզ չենք դադապարտվի գրված է։ Կորինթացիների 11-րդ գլխի մեջ գրված է, չէ՞, ասում է, եթե մեր անձերը տադենք, չենք դադապարտվի, ուրեմն չեն դադապարտվի ոչ թե նրանք, ովքեր որ բարի են, լավն են, որտեղ արդար չկա, մեկն էլ չկա, ոչ ոք բարի չէ, միայն Աստված եւ այլն, հա։ Բա ով չեն դադվի, ովքեր որ իրանք դադում են արդեն, եւ ոչ թե սովորած լեզվով այսօր բոլորն են իրանք դադում։ Տեր Աստված ես հողում ոխիր եմ, Տեր Աստված ես եմ, ես ոչնչություն եմ, ես քո դեմը տեսեմ, այն եմ, բան, էսի զաուրի դերած խոսքեր են, սա հոգուտերություն չէ, սա հասկանում եք, այսի ասելու ձև է, սովորել են ասում են, հələ դու նայ, ոնց որ ես միշտ ասում եմ, սիրում եմ այդ խոսքը, ասում եմ մի քույրիկ կար ամեն աղոթելուց ասում էր, Տեր Աստված ես հողում ոխիր եմ, բայց այնպեսի հողում ոխիր էր, եղբայրը ասում է, կպներ լսվեր աշկերտ կորնայր ասում են, այդպեսի հողում ոխիր է։ Փոշեր հանում, չէ՞, քյորաստվել մարդկանց աշկերը։ Ամրի արևոտ։ Եվ դրա համար թող այս միտքը թակավորի այսօրվա մեր խոսակցության մեջ, թե որն է որակյալ աղոթքը կապ չունի խոսքերի շատության, կամ քչության, կամ գեղեցկության, կամ չգիտեմ ինչի հետ եւ այլն։ Ոչ որևէ կապ չունի։ Որակյալ աղոթքը նա լսվեցավ իր բարեպաշտության համար։ Չլսվեցավ իր գեղեցիկ աղոթքի համար, իր բարեպաշտության համար։ Եվ նույնն էլ, երբ որ Պետրոս ընկղմվեցավ, այդ ազնիվ Տեր ինձ ասեց, հա։ Եվ նույնի ավազակի պարագայում, հա, տեսնում ես, ինչ հոգուտերություն է, տես, երկուսն էլ ավազակ են, երկուսի պնուտագիրն էլ նույնն է, մեկ բառով, ավազակ, երկուս որևէ բանով չեն տարբերվում իրարից, հա։ Էդի մեր պնուտագիրն է, մենք աչակողմյան ավազակ, ծախակողմյան ավազակ, հա, այսինքն մենք բոլորս ենք ավազակ, ուղղակի մեր կեսը կլինեն դրախտում, ինչպես Տերը ասեց, ճշմարիտ ասում եմ քեզ ինձ հետ կնես դրախտում, իսկ մյուսը չեն լինի, ինչու, որովհետև նրա մեջ որևէ տագնապ չկա։ Ես ինքը տագնապ ունի մեռնելուց, այդ մասին չի խոսքը, տագնապ նրանից, որ ինքը որ հիմա պետք է տեղափոխվի այլ տեղ, որտեղ ուրիշ օրենքներ են գործում, արդյոք ինքը իրավունք կստանան դեղ լինելու, այս տագնապը չունի ինքը, իսկ նա հիշիր ինձ, երբ որ կասկու թակավորությունով, նույնիսկ մենք չենք էլ կարող որևէ կերպ բացատրել, թե այդ ոնց հասկացավ ինքը, որ ինքը թակավորների թակավորն է, այդ ոնց հասկացավ, որ ինքը թակավորություն ունի, սա Սուրբ Հոգին է անում, մարդու սրտի հոգու հետ, ես այդպես եմ հասկանում, սա անբացատրելի բան է։ Հիշում ես, երբ որ Մարիամ եկավ Եղիսաբեթի մոտ, Հովհաննես Մկրտչի մոր մոտ, եւ այնտեղ գրված է, որ երեխան խաղաց, եւ այսպիսի մարգարեական խոսքեր ասեց, այս ինչպես է, որ իմ տիրոջս մայրը, նա ինչ ասում, էլի, ինչ տիրոջ մասին է խոսքը, երբ որ Տեր ինքը աշխարհ չի եկել, որտեղից քեզ այդ խոսքը, որտեղից քեզ տիրոջից հայտնություն, իմ տիրոջս մայրը։
Եվ դրա համար եթե մենք մեզ հայտարարել ենք աշխարհով մեկ քրիստոնյաներ, եթե մենք աղոթող քրիստոնյաներ ենք, եթե ես մի բան պիտի անեմ եւ ինձ իմ արածս գործի որակը չի հետաքրքրում, շատ լավ բան ասացիք, շատ կարևոր։ Յուրաքանչյուր բան, ինչ որ ես չեմ կարող հաջողություն ունենալ տվյալ գործի մեջ։ Ուղղակի դա զբաղմունք էր, ինչ որ նայում ես, ասենք, հասարակ, ամենահասարակ օրինակը կարող ես նայել, հա։ Գնանք հիմա մտնենք Վարշավիրանոցներ, Վարշավիրանոց, ցույց տամ, լիքը վարշավիրներ, որ ամբողջ օրը նստած այդ իրանց Քրիստոսի վրա նստած ննջում են։ Բայց կարող ենք մենք վարշավիրներ ցույց տալ, որ մի ամիս առաջ գրանցված է մոդը, թե երբ պիտի մարդիկ կան, էս անեն, այն անեն եւ այլն։ Ինչի մեջ է տարբերությունը որակի մեջ է։ Որակի մեջ է տարբերությունը։ Այդ իսկ պատճառով մենք նույնպես պետք է խորենք այդ մասին, որտեվ ես եմ աղոթներ անում, որ ինչպես սովորություն կա քրիստոնյաների մեջ ասել, որ մինչև առաստաղ չի հասնում այդ աղոթքը, որ մնաց որ երկինք հասնի, հա։ Դու ես անում, մյուսներն են անում եւ այլն։ Մենք շատ անգամ չենք էլ մտածում, ընդունվեց, չընդունվեց։ Դե ապակալի անում, ոտի վրա ձեռի հետ էլի։ Ձեռի հետ, հա, այդպեսի ես ինչ գիտեմ։ Լրջությունը դրա։ Ուրիշ ինչ ասենք, մեզ ասենք, էլի, մենք մեր մասին է խոսքը, հա։ Ու ես կարող եմ ասել, որ տես օրինակի համար հենց սկզբից ես բան պատմեցի, ու անկեղծ եմ ասում, այ Աստծո առաջ, մեր ժողովրդի առաջ ովքեր լսում են մեզ, ես իմ հավատացյալ ժամանակել այդպիսի ազնիվ աղոթք չեմ արել։ Ոչ մի անգամ։ Որովհետև նույնն էր ինչ որ Պետրոսի պարագայում, այդպես էլ իմ պարագայում, ասենք ես էլ եմ մեռնում, ինքն էլ էր մեռնում, հա։ Ես տեսա որ կմեռնեմ։ Ու եւ սկսեցի հայր մեր այդ անգիշ սովորել էի ոչ նրա համար որ աղոթեի, բայց Տեր ասես դու չգիտես ում այդ գործ ունես թշվառական, դու կանես այդ աղոթքն էլ ոնց կանես, գետնին պարգած կանես, հասկան ու քեզնից լավ ոչ մեկը չի անի։ Այսինքն ամենայն ոնց ասեմ չէ լրջությամբ, այդպիսի լրջությամբ ոչ մեկը չի անի։ Այն որ դու լրջությունը դարձրել ես, չգիտեմ ինչ եւ այլն եւ այլն։ Պողոսի աղոթները շատ հետաքրքիր է, երբ որ հանդիպեց Հիսուսին։ Ամեն։ Այո, մենք ես էդել Դամասկոս հենց հիմա ուզում ասել։ Դամասկոսի ճանապարհին Պողոսի աղոթքը շատ կարճ էր։ Որն էր։ Տեր, ինչ ես կամենում որ անեմ։ Ով ես դու։ Ով ես դու։ Էդի հարցն է, բայց աղոթքը արդեն ինչ ես կամենում որ անեմ։ Ինչ կա, ճոխություն կա այդ աղոթքի մեջ։ Ազնիվ էր։ Անկեղծ էր, հա։ Բայց երբ էր ազնիվ, արի նորից էլ հիշենք, որովհետև կուրացավ, որովհետև ինքը կարծում էր ինքը լույս է, որտեվ գրագետ էր անտանելի, որովհետև լույս էր բերում, որտեվ համոզված էր ինքը իր ճշմարտության մեջ, ինքը համոզված էր այն ճշմարտության մեջ, որ Քրիստոսի մարմինը էս անկրագետ ծնորները տարեմ իտեղ պայել են քարերի տակ, էլ աշխարհով մեկ ասում են արություն է արել եւ այլն, հա, որտեղ սովորական գիտություն է Իսրայելում, հա, մինչև այսօր։ Եվ երբ որ այդ իր դες ինչ տեղի ունեցավ, հա, եւ որ Քրիստոս իր ամբողջ գեղեցկությամբ բացվեց, եւ երբ որ Քրիստոսի լույսը ինքը տեսավ, ինքը կուրացավ։ Այն որ ինքը կարծում էր ինքը լույսը խավարեց, այո, եւ դրա համար ինչ կհրամայես Տեր ասեց, աղոթքը, ինչ կհրամայես Տեր, եւ նրան ասեց, մտի քաղաքը եւ քեզ կասվի եւ այլն եւ այլն։ Ես դեռ մի բան եմ գրել, չեմ հիշում։ Վեր կաց գնա այն փողոցը, երբ որ Անանիային ասեց, որ կոչվում է ուղիղ եւ Հուդայի տանը որոնիր մի Սողոս անունով փարիսեցի մարդու, հա ինչի համար եմ գրել, հիշեցի, որովհետեւ ահա աղոթք է անում։ Այսի աղոթքը արդեն։ Ես կարծում եմ, որ Պողոսի իր ամբողջ կյանքում աղոթք էր արել։ Ամբողջ իր կյանքը փարիսեցի մարդ էր, կրոնավոր մեկն էր, հա, աղոթք էր արել։ Բայց Տերը հիմա, դες ինչ ասում, ահա նա հիմա այսի աղոթքը։ Էսի որ անում է ինքը, այսի աղոթք, էսի որ անում։ Չեմ կարա չպատասխանեմ, չէ՞։ Հա։ Ցույց է տալիս որ նա աղոթք իր համար, հա։ Ահա հիմա աղոթքը անում։
Չասես թե ամբողջ կյանքն այդ մարդ աղոթել է, հիմա էլ աղոթում։ Չէ, այ հիմա է աղոթում, էսի։ Երբ որ ընկղվեցավ, երբ որ ինքն էլ տեսավ, նրա լույսը տեսավ։ Այսինքն նորից տեսնում ենք, որ լավ աղոթքը, Տիրոջ հավանած աղոթքը, Տիրոջ համարած աղոթքը, որ Տերը համարում է, որ աղոթքը անում, բարերի հետ կապ չունի, այլ հոգեվիճակի հետ կապ ունի։ Թե ինչպեսի հոգեվիճակի։ Գարիկ եղբայր սենց հաս բարձրացնեմ, Պողոս Արաքյալը ասում է անդադար աղոթք արեք, հարատև աղոթքի մասին մենք գիտենք, որ այդպեսի գաղափար կա, բայց դու հիմա խոսում ես կարճ աղոթքի մասին, բայց կուզեմ ստեղ որ հասկացողություն լինի, ինչի մասին է հարատև աղոթքը, դա չի խոսում նրա մասին, որ երկար աղոթքներ ձևակերպի, որ միշտ աղոթք անես, դա նաև խոսում է կապվածության մասին, այսինքն բարեպաշտ կյանքը հենց դա աղոթքա, չէ, հենց մի գործով դու գնում ես քաղաքապետարան, օրինակ եմ ասում, գնում ես, չես աղոթում ճամպին, պրոստը, քեզ համար, ես օրինակ աղոթում եմ, միշտ կապված ես մտքով Տիրոջ հետ, դրա մասին է խոսքը, ընդեղից ելար ուրիշ գործով ես գնում կամ հարց կա լուծելու կամ Տեր Աստված, մտքիդ մեջ, չես կանգնում այնտեղ, ծունկի չես գալիս փողոցի մեջ, ես փարիսեցիների նման ցերկերդ երկին չես բարձում եւ այլն, այո, մենք հավատացյալ մարդիկ ես անդադար աղոթքի մեջ պետք է լինենք, բայց մենք խոսում ենք ոչ այդ մասին, մենք խոսում ենք այն մասին, որ մեզ թվում է Մեզ մարդկանցս թվում է, որովհետև մեր կշերկները տատիկս ասում են ղալբ են, հարամ են, հարամ կշերկները, մեզ թվում է, թե հա, մեր լավ ասելու համար, մեր գեղեցիկ ասելու համար, մեր կրագետ ասելու համար, ես այսօր օրինակ նայում եմ Facebook-ների, բաների մեջ եւ այլն, քարոզիչ եղբայրներ կան, երբ ուզում ես միացրա, երբ ուզում ես բանարա, առավոտի ծիրգուն այդ կամերաների դեմը կանգնած աղոթք են անում, առավոտի ծիրգուն կամերա, հասկանում եք, ամեն բան չափի մեջ է լավ, ամեն բան եւ ոնց ասեմ, էլի արհեստական բան կա ինչ-որ չեմ ուզում ոչ վիրավորած լինեմ, ոչ ես, ոչ են, բայց անկեղծ ասում եմ, ընենց տհաճա, ընենց մի տեսակսպես չի ընդունում, էլի, չի մտնում սրտիս մեջ, էլի, հասկացանք էլի ինչ է, միտը չես հիշում, թե Տերը ասեց որտեղ աղոթիր, գնա մտի քո սենյակը, փագիր դուռը, քո ծածուկ աղոթքը եւ այլն, ծածուկ աղոթքներ լուրջ, այն էլ չենք ասում դե ամեն ինչ հենա մենք էլ վերջում քու այստեղ հաղորդման վերջում հրավիրված մարդուն դու առաջարկում ես որ աղոթք կանի եւ այլն նո հիմա հասկանում ես այնպես չի որ մենք չենք աղոթում մենք էլ ենք աղոթում եւ այլն բայց եթե նպատակը ուղղակի նպատակը դառնում որ ինչ որ մի բան տեսախցիկ բերեք որ ես աղոթեմ ես ինչ աղոթք կա Ինչի համար է այսինքն ինչի համար է որ այն էլ ստանում ես ուզում ես որ մարդիկ քեզ տեսնեն որպես աղոթող մարդ մարդիկ տեսնում են քեզ բոլորն էլ տեսնում են բայց կա աղոթք որը վերին աշճանի որակով է ինչպես մենք հենա օրինակներ ենք ասում որակով աղոթքի մասին որը բացարձակապես կապ չունի բարերի շատության քչության գեղեցկության կամ տգեղության հետ բարերի նա կապ ունի հոգու վիճակի հետ Իմ ասած է Գուր Պարտումիոսի աղոթքը Հա Ես ինձ բաներ եմ ասում որ բոլորը դա գիտեք ես ոչ ուզում եմ ես իմ ամերիկան հայտնաբերել ոչ Գուր Պարտումիոսի աղոթքը Ինչ էր բարերը հիկ մենայն Հիսուս տավտի որդի ողորմից Եվ այս աղոթքի համար այս մարդը մտավ համաշխարհային պատմության մեջ այս Գուր մուրացկան մարդը Ոչ եկեղեցիները սարքել, ոչ եկեղեցիները հիմնել, ոչ գիտեմ ինչեր արել քրիստոնեական պատմության մեջ եւ այլն։ Բայց ասեց նրան էլ էր, եթե խորանանք մենք այսօր խոսում ենք երբ են լինում այդ որակյալ աղոթները, երբ որ մենք ընկղմվում ենք, երբ որ մեր կյանքին կամ մեր վիճակին, ասես ահ սարսափ ասպասում, որտեղ մենք զգում ենք մեր բացարձակ անկարողությունը։ Այդ ժամանակ լինում են Այսպիսի որակյալ աղոթքներ իսկ Գուր Պարտիմիոսը խավարի մեջ էր քայլել ամբողջ կյանքը իր հարազատներին չէր տեսել կյանքի մեջ ոչ իր մորը ոչ իր հորը ոչ իր քրոջը ոչ իր աղբորը ոչ ընկերներին ոչ իր ծերը բռնող տանող բերողներին ոչ մեկին չէր տեսել չգիտեր ինչ է լույսը եւ լսել էր նրա մասին
Եվ նորից էլի գալիս ենք այն մտքին, ինչ որ ասեցինք արդեն Սուրբ Հոգու շնորհն էր նրա մեջ, որ ինքը հասկացավ, որ ոնց հասկացավ, որ նրա իր առջև կանգնած է մեկը, որի համար աննարին ոչինչ չկա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որևէ մեկի մտքով չէր անցնում, թե ինչ է խնդրելու ինքը, բոլորը գիտեին փող է խնդրելու, որտեղ մուրաց կաներ, դրա համար արդ ասում էին ամոտադերի մարդը հանրաճանաչ մեկն է կամ մի խանգարելի բանկոր չունի, փոշոտ կեղտոտ գու հավասը դունի կամ եւ այլն, բայց ոնց է գրված, նայ այլ ավելի բարձր սկսեց կանգնացրեց է տաղոտքը տիրոջը կանգնեցրեց, մենք այդ մասին ենք, որակյալ աղոտքի մասին ենք խոսում, իսկ ինչ բառեր կա այնտեղ, ոչ միտպես զարմանալի բառ չկար, Հիսուս Դավթի որդի, ողորմյանից, ասեց, ինչ ես ուզում, որ տեսնեմ, չի լինում, որ քու խնդիրդ, քեզ համար, որովհետև դու մարդ ես, ես որ քեզ ասում եմ, ինձ նկատի ունեմ, հա? Ինձ էլ է վերաբերվում։ Ենքան է մեծ թվում քեզ։ Դες ինչ աղոտ եմ ես ոչ չի լինի։ Ինձ լինում է դենց։ Ինձ էլ է։ Ի ամոթ ինձ եմ ասում։ Բայց նա ինչ խնդրեց, որ աշխարհի ստեղծման օրվանից մինչև այսօր դեռ որևէ մեկ կույր մարդ չի փորձել, որովհետև գիտի որ կնա բժշկի կամ չգիտեմ ինչ անի, ես այնա կույր ընկեր ունեմ, միշտ այցելում եմ իրան եւ այլն, համակերպված ենք այդ մտքից անգամ չի անցնում, բայց դες Բարտիմեոս ինչ ասեց, ինչ ես ուզում, ասեց որ տեսնեմ։ Լսելի աղոտք էր, պատասխանվավ է աղոտքը, էնել ոնց պատասխանվավ կնա, քու հավատքը եւ կրված է նույն վարյանին սկսեց տեսնել։ Այսպիսի որակով աղոտներ կան հավեդարանի մեջ մեզ օրինակ, կյանքում էլ կան այդպիսի որակով աղոտքներ, եղել են այդպիսի աղոտքներ, որ Աստված, հրաշագործ Աստված, նախ այսպիսի միտքել կարդամ, տեսեք ինչ է գրված, աղոտք անելիս շատախոս մի լինիք, ինչպես հետանոսները, որովհետև նա ինչ է գրված, նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվին, արդ նրանց մի նմանվիք, որովհետև ձեր հայրը գիտե, թե ինչ բաներ պետք են ձեր նրանից խնդրելուց առաջ։ Արդեն գիտի։ Ոնց այդ գիտենալ համար գիտես մեր աղոտքի տանը այդպես շատ խորը վերանորոգման աշխատանքներ ենք անում, արդեն շատ դժվար բաներ բրձել ենք, բաներ բաներ ենք անում եւ այլն։ Եղավ որ ես վերջերս մի երկու շաբաթվա բան եմ պատմում։ Ուրեմն այդ մեր նոր սարկած տեղում սալիկներ պիտի շարենք, արել ենք այդ սալիկները, բերել ենք, շարել ենք, հիմա պակասել է։ Չկա։ Պակասել է, ասենք գնանք նորից առնենք, էլի 6 հատ պետք է։ Մեծ սալիկներից է 1.20-60-ի վրա։ Գնացինք, որ վերջացել են այդ սալիկները եւ ընդհանրապես ոչ պահեստում կա զանգեցին, ոչ միտեղ չկա, իրանք էլ համար ունեն էլ այդ սալիկները, ասենք այդ համարով մանեկանք էլ շուկաներում էլ ոչ միտեղ չկա։ Այդ աշխատակցուհին ասեց, որ ձեզ մի խորհուրդ կարող եմ տալ, ասեց։ Որ խանութներում որ ստացել են այդ սալիկներից, մի հատ վիտրինաների վրա հնարավոր է որ լինի։ Պետք է ընկնեք Հայաստանով մեկ հավաքեք այդ այստեղ զանգենք, այնտեղ զանգենք, այսկոմ, այնկոմ Կիրովագանում մի հատ կդանք, ասեցին որ այո, մեր մոտ շատ հետաքրքիր է։ Մի հատ մնացել է, ասենք հատպես մի հատ ուրիշ տեղեր կարող է գտնենք, դենց բերենք, միացնենք եւ այլն։ Ընկեր ուներ մեր տղան, զանգեց այդ ընկերը Կիրովագանում, Վանաձորում, զանգեց, ասեց որ գնա այսինչ խանութը այդ բանը վերցրա էլի, այդ մեկը վերցրա կուղարգես հետո, հանկարծ չգան տանեն և այլն։ Ես մարդը, այդ իմ տղայի ինգերը, գնաց այդ սալիկը վերցնելու խանութից, մեկ էլ մի 15 րոպեից հետո զանգեց, կներեք իրա բարերով ասեմ էլի, տղուս ասում է, Տոմիկ, բայց ասում է շան պախտում ես դու, ասում է մի հատ մարդ եկավ 5 հատ ետ տվեց։ Լավ է։
Հասկանում ես ինչ ասում։ Որ ամբողջ ես մարմինս փշակավեց, ես մեզ վեցադապետ մի հատ ընդեղ կա, ասում է 5 հատ ետ տվեց այդ մարդը։ Իրանք եկեղեցուն պատմեցինք, տեսնեցինք եւ այլն եւ նախքան ձեր խնդրերը ձեր տեղը գիտի ձեզ ինչ է պետք, ինչպես է պետք, հասկանում եք, այդպիսի Աստված է մեր Աստվածը եւ շատախոսությունից չէ, մենք աղոթքել չենք արել։ Որ ասում Տեր Աստված ոնց անենք, ամաչում ենք մի սալիկնի չէ որ սալիկի համար աղոթքի կանգնենք կամ չգիտեմ ինչ կա, բայց ինքը ամեն բան գիտի եղբայր ջան, ամեն ինչից տեղյակ է, եւ այս փոքրիկ օրինակները կյանքում թող մեզ Այսպես ոնց ասեմ, զորացնեմ մեր հավատքը, որ մենք, երբ որ մենք խնդիրներ ունենք մեծ, եթե փոքրը գիտեցողը բա մեծը չի գիտենա, այն որ գիտի սալիկների քանակը, թե քանի հատ է պետք, այն որ հրաման է տալիս, թե 5 հատ տարեք ընդեղ, արագ, հենց հիմա տարեք, որտեղ մարդ եմ ուղարկել օրդեղից, եղբայր ջան, ըսի պատմությունը սալիկի մասին չէ, ըսի ուրիշ պատմություն է, Էսի նրա մասին է, որ մեր հայրը նախքան մեր խնդրելը, նույնիսկ առանց խնդրել, ինքը գիտի մեզ ինչ է պետք։ Եվ որակյալ աղոթքը, սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր, հոգու դրությունից է գալիս, թե ինչպիսի հոգու դրություն ունի, նա լսվեցավ իր բարեպաշտության համար, ուրիշ պատճառ չկա լսվելու պատճառը։ Ну, մեկ օրինակել եմ ուզում ասել, դա բոլորդ գիտեք նայինցի կնոջ մասին, Ղուկասի ավետարանի 7-րդ գլխում է նկարագրված, որ այնտեղ գրված է, որ իր մոր միածնունդ որդին եւ նա որպեվայրի էր։ Ղուկաս 7:12 այս բառերը շատ կարևոր բառեր են եղբայրներ քույրեր իր մոր միածնունդ միակ այդ որդին էր եւ նա ամուսին չուներ նա որպեվայրի էր միակ հույսն ու ապավենն էր աշխարհի տակ այդ մի տղեն ուներ ու ինքն էր էլ ուրիշ բան չուներ աշխարհի տակ որբիսի մենք սկի ոնց ասեմ ցես հա չափ ու սամանը փորձենք հասկանալ, հա, ես կարծում եմ տեսպես իրա կուրսներ ծեզում, շորերներ պատրում բերեն, թե ոնց էր լալիս ու աղագում, որ տանում էին թաղելու, և ինչքան էր երջանիկ այդ կինը, որ իր ողբի մեջ, մենք խոսում ենք ինչի մասին որ որակյալ աղոթքը բարի հետ կապ չունի, և մենք չենք լսում ընդհանրապես որևէ խնդրանք այս կնոջ մոտ, այլ ողբ ենք տեսնում, վիճակն ենք տեսնում նրա, թե ոնց էր իր կուրծքը ծեծում ու պատառոտում էր ինքը իրան, որտև հույս չուներ այդ միամորիկ, այդ մի տղան էր և ինքը որպեվայրի էր և ինչի համար ապրեմ ես էլ արդեն և գրված է, որ Տերը տեսավ և գրված է գթաց նրա վրա և խոսք ասեց մի լար ասացեք խնդրեմ լսում ենք չէ այսօր որ ասում են մեր այսինչ քույրը երեխա չէր ունենում ես աղոթեցի և նա ունեցավ լսել ենք դες բաներ շատ սա հիվանդ էր ես աղոթեցի ինքը լավացավ որևէ տառ որևէ բառ կարող եք ցույց տալ թե նա ինձ կինը ինչպես դիմեց Հիսուսին կամ ոչ մի բան չկա գրված որևէ դիմելու բայց կա սիրտ քնող սրդագետ Աստված տեսնում է նրա ողբը տեսնում է նրա հոգու վիճակը տեսնում է թե ինչ մեծ երջանկություն կապրի եթե հանգարց այդ հրաշքը տեղի ունենա մենք այդպիսի Աստծու ենք հավատացել մենք անցած անգամ ուրիշ մտքի շուրջ էինք զրուցում, բայց ես այդ միտքը ասեցի, որ երբ որ բարի սամարացու առակն ենք կարդում, այնտեղ գրված է մի մարդ Երուսաղեմից Երիքո էր գնում, ճանապարհին ավազակները ծեծեցին, ջարդեցին, կիսամերձ պարգած էր եւ այլն, եւ գիտենք, որ բարի սամարացին Հիսուսն է, հա, որ ասում է քահանան անցավ, պետքը չէր, ղևդացին անցավ, պես չեղավ, էս չարավ, են չարավ, եւ այլն, եւ
երբ որ Սամարացին, որ իրանց հետ չունեին, որ թշնամի ազգեր էին, իրար հետ չէին հաղորդակցում եւ այլն, անցավ եւ գտած նրա վրա եւ մոտեցավ, ուժեց նրան, փրկեց նրան եւ այլն եւ այլն։ Հիմա իսկ բարի Սամարացին Հիսուսն է, իսկ այդ ավազակների ծեզված ճարտվածները մենք ենք։ Որևէ բառ լսում ենք այդ ծեզված ճարտված մարդուց, որ խնդրեց Տիրոջ։ Կիսամերը որևէ բանով չի տարբերվում մեռածից։ Կիսամեր, մեռած։ Որևէ հայացք, որ խղճահարության, ասենք նայր աշկերին ասեր, խղճացեք ին, չէ, չկա ոչ մի բան։ Ուրեմն նորից են գալիս այդ ճշմարտության եզրակացությանը, որ ճշմարիտ որակյալ աղոթքը հոգուտերությունը, վիճակը, որը տեսնում է սրտակետն Աստված։ Եվ իմ բերած օրինակները հատուկ այնպիսի օրինակներ են, որտեղ մի երկու բառ է աղոթքը ընդամենը, մի երկու երեք որոշ դեպքերում, բայց ինչ աղոթք են դրանք։ Այդ ինչ լսելի աղոթքներ են նույն պահին, հա, թե մեկը, թե մյուսը, եւ մնացածներ դուք կարող եք նայել ավետարանի մեջ, դուք կարող եք կյանքում տեսնել այդպիսի աղոթքներ։ Չի եղել քո կյանքում սիրելի քույր, սիրելի եղբայր, սիրելի հավատացյալ մարդ, որ մի հարցով դու մի քանի անգամ աղոթելուց հետո այլևս չես էլ հավատացել, ոչ էլ ուզեցել ես այդ մասին աղոթել, ասես որ էսի անիմաստ բան է ու ընդհանրապես վերջացրել ես այդ հարցով աղոթքը։ Դու քո ձևով ես լուծել այդ հարցը։ Բայց մեկ էլ անցել է մի առ ժամանակ։ Բայց քեզ պետք է Տերը տեսնում, հա, եւ Տերը մի հրաշակորդ ձևով այդ հարցը լուծել է չսպասած պահի լուծել է եւ դու քեզ ես ուզում վերագրել, հա, ես աղոթեցի սենց եղավ, ես աղոթեցի նենց եղավ եւ այլն։ Ես չեմ ասում չաղոթեք, հիմա էլ վախենում եմ դες կաներ ասում մակասեն եկեր ասում եմ չաղոթեք։ Ես այդ չեմ ասում, սիրելի եղբայրներ քույր, բացարձակ այդ մասին չի խոսքը, ո՞նց չաղոթենք։ Բոլորս էլ աղոթում ենք, բայց ես ասում եմ կան որակով աղոթներ, որոնք ամենավորակով աղոթները երբ մենք այս միտքը ուզում եմ թակավորի, զգում ենք մեր անկարողությունը, մեր անուժությունը այս կամ այն հարցը լուծելու։ Մեր Նելի քուրը մի դրվագել հիշեցրեց մեզ իր կոմենտի մեջ, միայն դիպչեմ քղանցքին։ Ամեն։ Ու սրտի մեջ ասեց։ Շատ շնորհակալ ենք Նելի քուր, շատ կարևոր Որն է ստեղի զարմանալու քրոջ բերած օրինակի մեջ իրա որ խոսքի վրա դի զարմանանք այդ քրոջ այդ այլնահոսող կնոջ մասին ասում չէ այո 12 տարվա մեջ իր սրտի մեջ ասեց եթե դիպչեմ նրա հանդերձի ծայրին կփուշվեմ Թող Աստված օրհնի մեզ այն մի կինն է որ ասում այո թե շներն էլ օգտվում են սեղանի վրա այդել կանանացի կնոջ մասին է սա դու շատ կա օրինակ շատ որ մտածում ես հիմա իրոք շատ կա էլի հոգ ավել այդել է շատ լավ օրինակ կանանացի կնոջ օրինակը որ ասում էր աղջիկս սարսափելի վիճակի մեջ է հա բեսնու է ծրոսերեն ասում է ոնց հայրեն ոնց ողբալի հա վիճակի մեջ է էլի դիվահարվում է եւ ինքը չի պատասխանում աղոթ է անում չէ ինչ վիրավորական չէ փրկիր աղջիկ ասա բարերը չկան հրյա չէր կանանացիր հրյա չէր ինչ կանանացիր եւ աշակերտները ասեն չես լսում կյանքես կերավել ես կինը մի բան ասա իրան բան ասես լավ չէ հացը վերցնել երեխաներից, նկատում էր Իսրայելի, հա, եւ գցել շներին, շուն անվանեց կանանացում։ Գիտեք, մենք ասում ենք, ինչի մասին ենք խոսում, որ աղոթքը խոսքեր չի, հոգու դրություն է։ Ես շատ եմ լսել այդ կուպերած օրինակը, ես շատ սիրում եմ այդ օրինակը, որ քրիստոնյաները մեկ-մեկ հասկանում ես գլխավորը երկրորդականից չենք տարբերում մենք ու սկսում ենք ես լսել եմ որ ինձ էլ են հարցրել ասում են շատ կարևոր բան է մեզ սովորեցնում է որ մենք պատվով հարգանքով խոսենք մարդկանց հետ սենց եւ այլն ո՞նց է շուն անվանում հայոյանքի նման բան է էլի մարդուն ո՞նց է շուն անվանում սա չէ մեր դասը այդ պատմության մեջ թե իմանանք Տերն ում ինչ ուզենա կանի հասկանում ես մեր դասը որն է այդ կանանուհու պատասխանն է երբ որ նրան շուն անվանեց Տերը
ինքը ինչ ասեց, չասեց այդ ինչ ես ինձ շուն անվանում, ասեց այո Տեր, բայց շներն էլ Ինչ պատասխան։ Այսա է սիրելիներ մեր սովորելիք 10 օր Տերը ինչ որ անում է մեր կյանքի մեջ ասենք այո Տեր այո Եվ զարմացավ հավատքի վրա այո Տեր ասեց բայց այսինքն տուն ես որ ինքը շուն է որտեղ ինքը ինչ ասեց բայց շներն էլ լինում է որ իրենց տերերի սեղաններից ընկած հացի փշրանքներից օգտվում են այդ փշրանքների մասին է խոսքը Տեր ջան այսպեսի սաղաղոտք է հա Այսպիսի աղոթքի ես սպասում Տերը, բայց որ սա լինի սրդի տրություն, որ սա լինի հոգու տրություն, ոչ թե իմ ասած են, որ ասում եմ, ես եմ, ես հողումոխիր եմ, ես ինձանից բան չեմ ներկայացնում, անգիրարած ես խոսքերի Տերը սրդին է նայում, ոչ լեզվին է նայում, որ լեզվին նայեր, Սամարացի, Բարի Սամարացու նորվա մեր օրինագի մեջ լեզու չկար նրա բերանի մեջ, որ լեզվին նայելով լիներ որ լեզվի աղոթքը լսեր չկար բայց Տերը փրկեց նրան ես կարծում եմ արդեն պարզ է սիրելի եղբայրներ քույրեր մեկ աղոթքի օրինակել եմ ուզում ասել եթե ժամանակը կների ուղղակի օրինակ որ աչքովս տեսել եմ ուզում եմ ասել կարծում եմ թե մի անգամ նույնիսկ հնարավորորեն շատ եմ սիրում ես այդ օրինակը կարող է պատմածել լինեմ բայց այսօրվա մեր ինչի մասին է աղոթքի որակի մասին է խոսքը մի մարդու մասին եմ ուզում ասել որ աչքովս տեսել եմ մեր եկեղեցուց էր այդ մարդը ինքը հավատացյալ մարդ էր տղան սարսափելի հանցագործ մեկն էր այդ քաղաքում որտեղ ես ապրում էի ոչ մի հանցագործ հարց չէր լուծվում առանց իրան երբ որ իրան նայիր այդ տղային որ նայիր մի հատ տեղ չկար երեսի վրա որ դանագով կտրած չնեին սաղես վզերից այս բոլոր տեղերից երեսին նայիր կսարսափեիր ապրամ եղբայր այդ տեսակ մարդ էր ինքը հա ես դա մինչև մահկերեսման չեմ մոռանա այդ աղոթքը այդ մարդը Ամեն անգամ երբ որ աղոթքը ժողովի էին գալիս, այն ժամանակ ինքը տարիքով մարդ էր ինձ հորիցս մեծ, այդպեսի մարդ էր, այնքան պատկառելի լավ մարդ էր, իր հերն էր այդ հանցագործ տղի։ Թե քանի անգամ էր նստել, օրը մեջ տանում էին, օրը մեջ պատերազմների մեջ էր, կռիվների մեջ էր, քանի անգամ խփել էին պիստոլետով, ընկել էր, հիվանդանոցները, տեղ չկար, մի հատ բան չկար երեսի վրա, սա վեննաները կդրած, այդպեսի մեկն էր։ Այս աղոթքը ժողովին, որ իր հայրը գալիս էր, այնքան հարմար է այսօրվա մեր թեմային։ Բոլորը աղոթում էին, հեշտով, երկար, բարակ եւ այլն։ Ընկնում էր սպես ծնկների վրա, աչքիս առաջն է այդ մարդը, ձեռքերս այս տնկում էր երկինք, ասում էր, Господи, беда в хате։ Այս էր իր աղոթքը։ Խատը իրաց լեզվով տունը։ Բեդան է գիտեք ինչ էլի բեդա։ Փորձանք է։ Փորձանք կա տանս մեջ։ Տանս մեջ փորձանք։ Ուր բարդ էր ասում։ Ձերքերը տնկում էր, լացեր լինում է ասում էր Господи, беда в хате։ Ուղնում էր գետի։ Գիտեք մենք դա խոր աղոթք է իրավորտու համար։ Էլ բարդ չկա նորից եմ ասում։ Տեր փորձանքը տանս մեջն է։ Եվ չենք տեսնում որևէ բան եւ այլն եւ այլն։ Մի օր եկանք պաշտամունքի գիրագի օրը։ Ես էլ լավ ճանաչում եմ այդ իր տղային։ Այսինքն պես մարդ չկար իրան չճանաչի։ Ապրամ եղբայր աչքս ընկավ որ նստած է պաշտամունքին այդ տղեն։ Կարող աչքիս է երևում էլի։ Նայեցի չէ ինքն է։ Հորեղբորտավու հետ նստած այնտեղ։ Ու սկսին եկեղեցում խոսում են որ գիշերը Տերը չգիտեմ ինչ ա եղել իր այդ կամպան, էլ մորը արթնացրել է ուզում եմ աղոթք անեմ։ Մենք ասում ենք լսելի աղոթքները, եղբայր ջան, թե հոր աղոթքը, հա, որ ասում էր ձերքերը դու բար չկար այնտեղ, ես ինչ գիտեմ ինչ բովանդակություն չկար եւ այլն քսեր։ Տունս քանդվում։ Եվ մեր զամերն էլ հավատացյալ կինը, աշնացել է, սել է մամա ուզում եմ աղոթք անեմ։ Եվ անկեղծությամբ ապաշխարել էր գիշերը տունը։ Չգիտեմ ինչ եղել, կարևոր չէ, բայց ես ուրիշ բաներ եմ ուզում ասել իր մասին։ Հետո մենք շատ լավ ընկերացանք, բան եւ այլն եւ այլն։
ու այստեղեն իր անունը հորանունից էր Ալեքսանդր էր, իր հորանունն էր Ալեքսանդր, տերուսները տնում են այդ ֆրանսները Սանսանիչ էին ասում Ալեքսանդր Ալեքսանդրովիչ էլ դենց են ասում Սանսանիչ դենց բոլորը դենց էին ասում եւ սա սկսեց հաջողել եկեղեցի թողեց մեղավոր կյանքը եկավ եկեղեցի ամուսնացավ մի շատ համեստ քույրիկի հետ մեր եկեղեցուց դարավ եկեղեցու անդամ մգրտվավ եւ այլն այդ չեմ ուզում ասել ես սկզբից պատական չասեցի որ մարդիկ սարսափում էին դրա տենկին նայել եկեղեցում ուրեմն մեր հովիվը մի անգամ ասեց որ Բրիդվորնիկ են ասում իրանք դռնապան մեզ ասեց մեր դռնապանը պետք որովհետև ասեց ժողովուրդը շորերը հանում են այդ հանդերձարանում Ընդեղ երեխեք կանան տաստիրակ գալիս են, այդ շորերի եսին վնաս են տալիս են, մեկը պետք է որ ընդեղ հսկի տրնապան է պետք, բացի, բագի եւ այլն։ Մեկը լսի ասեց, կարելի է ես լինեմ տրնապանը։ Այդ որ սաղ աշխար լեղապատար էին եղնում իրանց։ Բոլորը նույնիսկ մեր հովիվը համաչեց էլի, ասեց լավ է Սաշա, քեզ ինչ պետք է դու տրնապանի մարդ ես էլի կապան։ Ասեց աղաչում եմ քեզ շատ եմ խնդրում թույլ տվեք ես լինեմ տրնապանը եկեղեցու ես ասում եմ սիրելի եղբայրներ քույրեր հեքիաթ չեմ պատմում աչքից տեսած բան եմ ասում թե Տերը ինչպես է լսում աղոթքը հա մենք ասում ենք բեդավ խաչե հա տես ինչ արեց եւ ես տեսել եմ տրնապաներ դու էլ ես տեսել եւ ես այդ տեսակ տրնապ մինչեւ այսօր այդ ծառայության մեջ արդեն անցել է գիտես քանի տարի երեխեքը մեծացել ամուսնանում են եւ այլն Ես չեմ տեսել այդ տեսակ տրնապան, չեմ տեսել այդ տեսակ հանդերձապա, շորերի պահապան, այդ էր իր ծառայությունը, մինչև այսօր այդ ծառայությունն անում։ Բոլորի հակուսները անգիր մեգիկ գիտեր, եսի քո կուրտկեն է, ենի նրա պալտոն է, ենի անգիր գիտեր որն է, եւ որ մեկի ցուր դիներ եկեղեցում, մի տատիկ տեսներ որ մրսում է, կամաց սերվիս կփերեր, իր պալտոն գիտեր որն է, գցեր վրան, խելոք կնարք կանգներ այնտեղ Այս անում աստված սիրելիներ, այս ոնց ասեմ էլի, այսպես է պատասխանում որագյալ աղոթքներին, իսկ որոնք են որագյալ աղոթքները, կոդրած սրդով աղոթքներն են, Տերը ոնց ասում, ես բարձր երկինքներում, ես իմ բարերով եմ ասում ապրում, եւ որտեղ եւ միտեղ էլ կա որ ապրում, եւ կոդրած սրդերում եմ ապրում, երբ որ մեր սիրտը իրոք կոդրված է, Ջարդու փշուր եղած է, կոդրտված է սիրելիներ, այդ ժամանակ է մեր աղոթքը որագյալ, երբ որ ընկղվեց, կարտացինք սկզբից, հա, այն ժամանակ ասեց, Տեր պերգիր ինձ, ահա իր խոսքերը, Տեր պերգիր ինձ։ Աստված թող օրհնի սիրելի եղբայրներ ջան, քույրեր ջան, այս էր սրտիս ցանկությունը կիսվելու սիրելի եղբայրների քույրերի հետ, եւ մենք էլ քննենք մեր կյանքը, քննենք մեր սիրտը, քննենք մեր աղոթքները սիրելիներ եւ այնպիսի աղոթքներ ունենանք, որոնք որ իրոք հասնեն մինչև երկինք եւ եթե դու միտ չունես որ աղոթքը պատասխանվի Տիրոջ կողմից, այդ ամիտ աղոթքը էլ ինչ համար է աղոթում։ Նա երբեմն մենք աղոթում ենք Տիրոջը, բայց այլընտրանքային տարբերակները մեր մեջ ունենալով, ասած ասած էլի, սա էլ մի հատ հնարավորություն է, կնի, չի սովորեցնելով եւ այլն, այսպես աղոթեր, էսի վերցրա, հա, կարե ասել, պատմում են, ռուսները ասում են, երիտասարդը աղոթում է, չէ, երիտասարդը հովին հարցնում է, ուզում եմ ամուսնանալ ոնց աղոթեմ, ասում է, պետք է աղոթես, ասես Տեր թող քո կամքդ լինի եւ իմ ամուսնության մեջ։ Հիմա ինքը աղոթում է, ասում է, Господи, да будет твоя воля, но только Оля։ Հասկացա՞ր ես։ Только Оля, да будет твоя воля։ Ասում է թող քո կամքդ լինի, բայց Օլա։ Ուրիշ մեկը չի, իրաց ներով սիրուն ալնում էլի, հասկացա՞ր։ Շատ հետաքրքիր։ Դրա համար եթե թող մեր աղոթները այդպեսին չլինեն, սիրելիներ, Տերը մեզ ուրիշ օրինակել թողեց Տիրոջ կամքը լինելու համար։ Գևսեմանի բարձեզի մեջ իր տառապանքներից առաջ սիրելիներ, երբ որ աղոթեց ինքը, ասեց հայր, եթե հնարավոր է, այս բաժակը հեռացրու ինձանից։ Խոսում էր Հիսուս Քրիստոս մարդը, մարդացած մարդ, իսկական մարդ, որը պետք է այդ որ հիմարություններ կան, չէ, այսօր խոսում են, ինքը Աստված էր, ցավ չեր զգում կամ բան, սրանք հիմարություններ են, սիրելիներ,
ոչ ինքը եւ քաղցր զգում եւ ցավեր զգում եւ այնպես ինչպես դու ես զգում այնպես ինչպես ես եմ զգում ի վերջո դի թողնենք ասեց դեր եթե հնարավոր է այս բաժակը հեռացրա ինձանից որպես մարդ սարսափելի բաներ մահ աչքի դարաշն է բայց ինչ ասեց բայց ոչ թե իմ այլ քո կամքը լինի այս սա է իսկական աղոթքը սիրելի եղբայրներ քույրեր Աստված օրհնի մեզ մեր աղոթները Գարնիկ եղբայր, շատ շնորհակալ եմ ու լսում եի ձեզ ու մտածում եի, ինչքան հետաքրքիր է հոգևոր կյանքը, վաղուց շատ, ասենց ասեմ, շատ դիֆիցիտ է այսօր քարոզներ, որոնք փորձառություն ունեն իրանց մեջ, շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ գերբնական, դու աստվածաբանական գիտությունների խորություններով չփորձեցիր մեկնաբանես։ Ես չգիտեմ այդպես խորություններ, Ինչքան օրգանիկ, ինչքան պարզ, ինչքան հասկանալի, ինչքան սրտամոտ ու սա իրոք մեզ պետք է մենք շատ ենք հեռացել նման ազնիվ բառը շատ ցնցեց ինձ փոքրիկ բառը կարծես թե բայց շատ ցնցող որի մեջ կա լույս, կա անկեղծություն, կա համաձայնվածություն, կա թափանցիկություն, սա ամեն ինչը խառնած իրար մի հատ բառ կա, որ կոչվում է ազնիվ, սիրենք սովորել ազնիվ աղոթել։ Ամեն, եղբայր։ Սա է աստվածաբանությունը։ Սա է վարդապետությունը։ Եվ իրոք անպայման վստահ Աստված փնտրում է, չէ, տենց չէ ասում նայում է երկրի երեսին կա արդյոք մեկը որ հավատքով լցված այս Աստված այս տեսակ գիտես ինչ հիշեցի մի հատ ռուսական ուղղափառ եկեղեցին բաներ էր թողարկում կարճ ֆիլմ էր չգիտեմ տեսել ես թե չէ ուրեմն տաճարում աղոթում են եւ մի երեխա մի հոգու Աստված ցույց է տալի թե որ աղոթքն է ինքը ընդունում կամ ոչ այնտեղ աստվածաբանական տերմիններով բան Աստծուն համոզելով մեկ իր շահերի ու լսում է այդ աղոթները միտք է կարդում շահերի հետևից բան մեկ է տենում մի հատ երեխա անկյունում աղոթում է Տիրոջը որ հայրն ու մայրը որ բաժանվել են նորից միանան իրար ու նկատում է որ այդ աղոթքը լույսի պես բարձրանում է Տիրոջ ներկայությամբ այդ երեխու աղոթքը որտեղ փապակն երեխու հա ու այդ ամբողջի մեջ միայն իր աղոթքը ընդունվեց Տիրոջ զարմանալի է ես իրոք սրա մասին շատ կարելի է մտածել եւ օրինակի մեջ որ դու ասեցիր 12 տարվա տերասության տարապող կնոջ մասին չի գրված որ ասեց ով կբավի ինձ հազարավոր մարդիկ կբան քեզ բոլորները չի ասեց մեկը կբավի ինձ որ ինձանից զորություն դուրս եկավ բոլորի կպնելով չէ բոլորի աղոթքից մեկը կբավի ինձ որի աղոթքը լսելի է որ անփառ աղոթք է սա իր սրտի մեջ ոնց որ դու ասեցիր ասում էր եթե կպնեմ նրա հանդերձին ես կբժշկվեմ այս էր Մենք սրա կարիք ունենք, իրոք կարիք ունենք եւ սելիքորի եղբայրներ շատ լուրջ պետքա հետևենք ես ուզում եմ սա ասել որովհետեւ ինձ էլ է վերաբերում բոլորիս է վերաբերում շատ լուրջ եկեք լրջանանք աղոթքի հարցում շատ լուրջ աղոթք մենք չենք պատկերացնում ինչքան լուրջ կարա լինի այդ ազնիվ աղոթքը ամեն այդ կարճ աղոթքը բայց գերբնական զորություն բերող աղոթքը Երբ որ Աստված տեսնում է որ դու ինչ որ սրտի փապագն է ոչ բառ ես ավելացնում ոչ այդ բառ ես պակասացնում ոնց կա այդ տեսակ ասում ես Տիրոջ այո Դեր ողորմիր այո Գարնիկ եղբայր քո աղոթքով եղբայրս քո աղոթքով ավարտենք եթե Օրյալ Աստված, Սուրբ Աստված, ներող կտող սիրող Աստված, որ երեք այսօր հավիճանս նույնն ես, այսօր Տեր խոսեցիր մեր սրտերի հետ, թե այն որ աղոթքներն են,
որոնց դու հավանում ես Տեր։ Այն որ աղոթներն են, որ քեզ մոտ որակյալ են Տեր։ Եվ մենք հոգով էլ հասկանում ենք, որ սա սուրբ ճշմարտություն է։ Օգնիր մեզ Տեր ջան, որ մենք էլ փիլիսոփաներ չլինենք, այլ կարողանանք անկեղծությամբ մեր տառն ու ցավը բերենք լույս ոտքերի մոտ Քրիստոս Աստված։ Շնորհակալ ենք Տեր Սուրբ Մատյանի համար, այս օրինակների համար, շնորհակալ ենք մեր կյանքի օրինակների համար, որ մեկ անգամ չէ, որ համոզվել ենք այդ բանի մեջ Տեր ջան։ Դու կարոտը չես մեր գեղեցիկ խոսքերի, դու կարոտը չես Տեր մեր եսիմինչ շարադրանքների ու եւ այլն, որովհետեւ այն լեզուն, որով մենք այս ամենն անում ենք, դու ես ինձ տվել Տեր, ես ինչով քեզ զարմացնեմ։ Ուստի խնդրում եմ Քրիստոս առաջին հերթին ինձ համար, որ այլոց քարոզելով ինքս անպատուկ չմնամ, ես էլ ունենամ որակյալ աղոթքներ, որ է իմ սրտի ստորությունը։ Նա լսվեց իր բարեպաշտության համար, ինձ էլ տուր բարեպաշտ կյանք Տեր ջան, որ իմ աղոթները լսելի լինեն, իմ քույրերիս ու եղբայրներիս համար եմ աղոթում, որ նրանք էլ Տեր հասկանան, որ բարերի շատություն չի մանկալիս Աստված, այ կյանքի մաքրություն է մանկալիս Աստված, ազնվություն է մանկալիս Աստված, որ շատ որակյալ են այս աղոթները նրա մոտ։ Եվ այս աղոթներն են, որ նույն պահին պատասխանվեցին, եւ այս աղոթները լինում են այն ժամանակ, երբ որ մենք ընկղվում ենք Պետրոսի նման կյանքի դժվարությունների, հորձանուտների մեջ, եւ ժամանակ առ ժամանակ դու թողնում ես Տեր, որպեսզի մենք ազնիվ աղոթքներ բարձրացնենք դեպի երկինք։ Փառքը քեզ, պատիվը քեզ, երկրպագությունը քեզ եւ այս գեղեցիկ հաղորդման համար, որի մասնագետներն են մենք քո սուրբ ողորմությամբ, ու թող փառավորվի սուրբ անունդ եւ այստեղ եւ ամենտեղ, որովհետեւ արժանի ես փառքի սուրբ Աստված հիմա եւ ընդմիշտ եւ հավիտյանս ամեն։ Ամեն։ Շնորհակալ ենք։ Փառտիրոջը Գառնիկ եղբայր օրհնված, պատղաբեր հաջողված եղի եղբայրս Տերոջմով։ Սերի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը։ Սրտով, հոգով, մտքով, էությամբ կապված լինենք երկնքի հետ եւ մեկ-մեկ էլ ազնիվ աղոթք անենք։ Սխալ բան չասեցի, չէ՞ Գառնիկ եղբայր։ Տերորտնի ձեզ մնացեք խաղաղությամբ, առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։